Հաշվի առնելով վերջի օրերի այս քննարկումը, ոճը, որակները, հարց ու պատասխանը կողմերին, ինչ սպասելիքներ ունեք դուք այս դատարանից, արդար որոշում կարելի է ակնկալել։ Ժամանակական դատարանը իրացնում է գործողությունները սահմանված են սահմանադրությամբ, դες վստահ եմ, որ ժամանակական դատարանը արդար որոշում կայացնի։ Ինձ հետաքրքիր նաև պարոն Ղազարյան, ձեր իրավական գնահատականը։ Տիկին Գայլյանը ՔՊ ներկայացուցիչ է, զուգահեռ դրան դատավորների, ՍԴ դատավորների աշխատավարձն է բարձրացրել, ասում են, որ նպատակը ակնհայտ է, որ ըստ էության ՍԴ դատավորներն ասի քվեարկեք ՔՊ-ի օգտին եւ կստանաք բարձր աշխատավարձ։ Ինձ հետաքրքիր ձեր իրավական գնահատակը, ՔՊ ներկայացուցիչը Տիկին Գայլյանը որպես սահմանադրական դատարանում ներկայանում, զուգահեռ դրան դատավորների աշխատավարձն է բարձրացել, ձեր իրավական գնահատականը։ Նայեք, հետևյալը, մենք ներգրաված ենք այս գործում, ներքին գործերի նախարարությունը ներգրաված այս գործում որպես հարակից պատասխան։ Այսինքն մենք այս գործի շրջանակներում սահմանադրական դատարանում պետք է ապացուցենք, նվազն հիմնավորենք, որ մենք կազմակերպել ենք գործընթացները պատշաճ մեր լիազորությունների շրջանակում։ Սա է այն տիրույթը, որով մենք հանդես ենք գալիս սահմանադրական դատարանում։ Փորձում է ապացուցել, որ առկա են այնպիսի խախտումներ, որոնք կարող են բերել ընտրությունների արդյունքների անվավերության։ Պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ մենք, որպես հարակից պատասխանողներ, ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացնում ենք մեր փաստարկները, մեր պնդմամբ հիմնավոր փաստարկները, առ այն, որ ընտրությունները կազմակերպվել են պատշաճ կերպով։ Սա կարող եմ ես նշել այս գործի մասին։ Մնացածը ուղղակի մեկնաբանությունների, չգիտեմ, այսպես քաղաքական խոսույթի տիրույթում է, մենք այստեղ իրականացնում ենք ամբողջությամբ իրավական process եւ իրավական process-ի շրջանակներում եւ ես վստահ եմ, որ սահմանադրական դատարանը կլսի եւ հիմնավորված կերպով գնահատական կտա մեր վերած փաստարկները։ Պարոն Ղազարյան, օրինակ շատ է լինում, որ ակնհայտ Նիկոլ Փաշինյանը օրինակ որևէ հայտարարություն է տալիս, որևէ այսպես քաղաքական հայտարարություն է անում, անմիջապես այդ քաղաքական հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցնում։ Ինչպես է դա ստացվում, որ հենց համընկնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իրավական գործընթացի մեջ։ Այս կամ այն քաղաքացու մասով միանգամից ոստիկանությունը գրոհ է իրականացնում։ Օրինակ նույն եկեղեցու պատմությունը, որը այնինչ տեղ ունեցավ Նիկոլ Փաշինյանը հանգիստ, բայց ոստիկանությունը դպրոցահասակ Դավիթին ցենց շատ կոշտ կերպով հեռացրեց եկեղեցուց։ Առավել զսպված ոստիկանությունը գրոհ չի իրականացնում եւ երկրորդ հանրամատը ոստիկանությունը երբ որ տեսնում է առավել իրավախախտման արտավոր է, արձագանք է եւ արձագանքում է իր լիազորությունների շրջանակում։ Իսկ որպես ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձ պարոն Ղազարյան, դուք չեք նկատում, որ ոստիկանությունը այնքան է ընկել քաղաքական դեպքերի, քաղաքական, այսպես ասած, հրահանգների հետևից, որ տարբեր գործերով, տարբեր դեպքերով, օրինակ քաղաքացիների շրջանում դեպքերը, վենդետաները, ինքնադատաստանները այնքան են շատացել, որ կարող են բազմաթիվ օրինակներ բերել, որ ոստիկանությունը մեղմ ասած աչք է փակում այդ դրսևորումների վրա եւ արդյունքում վենդետաներն անխուսափել են։ Այնքան է ընկել քաղաքական հրահանգների հետևից, պարոն Ղազարյան, որ նման երևույթները մեր հասարակության շրջանում շատացել են եւ խիստ անհանգստություն են պատճառում հասարակությանը։ Ձեր վերած թեզը, ձեր զարգացրած թեզը չի հիմնավորվում առնվազն հանցավորության նվազման վիճակագրությամբ։ Երբ որ դուք հետևում եք հանցավորության նվազման վիճակագրությամբ, հանցավորության վիճակագրությանը, հանցավորության շարժընթացի վիճակագրությամբ, դուք կտեսնեք, որ հանցավորությունը նվազում է։ Բայց վենդետաներն եք տեսնում, պարոն Ղազարյան։ Փորձեմ ներքս ձևակերպել։ Երբ որ մենք տեսնում ենք որոշակի առանձնացված դեպքեր, մեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ դեպքերը շատ հանրային ընկալման տեսանկյունից տրամաբանական է։ Գիտեք, եթե պայմանական ասեմ, իմ փողոցի վրա ես տեսնեմ 1-2 հարևանի տանը գողություն է իրականացվել, իմ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ամբողջ երկրում գողությունների քանակը շատացել է, բայց գոյություն ունի վիճակագրություն, գոյություն ունեն պաշտոնական տվյալներ, որոնք վկայում են ներկայումս հանցավորության նվազման միտումների մասին։